Հայրումն օրենս բախում կանդել է Ստեփանակերտի մայր տաճարը և Կովկասի մարտավարկանների վարության ու գործող իշխանության մեկնաբանությունը բավական նման են, սա կարելի է դիտարկել եկեղեցու դեմ արշավի մաս, և երկրորդ հարցս ասացիք, որ խոչընդոտում են ձեր և երիտասարդների, հոգևորականների, բնակիչների միջին հանդիպումները։ Ինչ վտանգ եք տեսնում այդ հանդիպումներում։ Խոչընդոտում են ինչ իմաստով, չեն թողնում, որ ես հասնեմ ֆիզիկապես երիտասարդների հետ խոսեմ, այդ իմաստով չէ։ Ինձ կանչում են քննչական, հարկադիրը գալիս սպառնում է քրեական ուրեմն պատասխանատվության ենթարկելու, այդ իմաստով են խոչընդոտում։ Այսինքն առավոտյան արթնանում ես, ովքեր անցնես քո հոգևոր ծառայությանը, սկսվում է, այսպես ասած, խոչընդոտների շարանը եւ ծուխերում եւ ընդհանրապես մեր նկատմամբ։ Առաջին հարցը պարզ է, ես անդրադարձ ունեցել եմ ճիշտ ասած իմ Facebook-յան էջում, իդեպ անձնական էջում, իդեպ նշեմ նաև, որ մյուս էջը հետաքրքրվողների համար հարկադիր է կլինի, քննչական է կլինի, ես չեմ բացել, ես չեմ վարում, այդպիսի բազմաթիվ էջեր կան թեմում երիտասարդների կողմից բացված, որոնք իրենք են վարում, իրենք են գալիս լուսաբանում, իրենք են նպաստում, որ ուրեմն ամեն հայոց հայրապետի տնօրենության նշանակված թեմի առաջնորդական տեղապահի քարոզները, ելույթները տարածվեն, դա ես չեմ անում։ Լավ, այս միջանկյալ։ Դիմել է, որ նայեք Facebook-ան է։ Ինչ որ այո, դիմել։ Քարոզը լսելի հասանելի չդառնա։ Ինչ վերաբերում է Ստեփանակերտի այդ շքեղաշուք եկեղեցու տաճարի ավերմանը, ես անդրադարձ արդեն ունեցել եմ, դա Հայաստան պետության պարտականությունների մեջ է մտնում, ուրեմն որևիցե միտեղ եթե կա պատմամշակութային հուշարձան կամ հիմա իրենք դարձյալ մանիպուլացնում են, ասում են այդ տաճարը պատմամշակութային հուշարձան չէր։ Դա մեր հարստությունն է, այդտեղ ի վերջո նյութական մեծ ներդրում է արված, չէ՞։ Հետո երբ որ մենք սրբագործում ենք, դա արդեն դառնում է պատմություն, եւ մեզ համար դա պատմամշակութային նաեւ հուշարձան է, բայց նաեւ աղոթատուն է, սրբավայր է, լավ, եթե նույնիսկ գրած չի պատմամշակույթ, սրբավայր է, եւ պետության սահմանադրորեն պարտականությունն է նպաստել նմանատիպ վայրագությունները կանխելու։ Հիմա օրինակ ես հարց տամ, եթե Ռուսաստանի Դաշնությունում վերջերս կառուցված մի եկեղեցի քանդեն, ինչ կլինի արձագանքը, ինչ կլինի։ Դա մի վիճակ։ Ես ճիշտ ասած չեմ հետևում։ Հարկադիր կատարման ծառայությունում հաստատ, ես կարող եմ նշել բազմաթիվ անգամ գնացել դիմումներ է գրել, ծեռագիր, մյուս մասը Հայր Սուրբը կասի։ Ես տեղյակ չեմ անկեղծ ասած։ Չէ, համայնքներից ճիշտ ասած մեզ եւ քահանաներին եւ մեզ շատ են դիմել, որ միասնական հավաքվեն եւ առաջնորդարանը, այսպես ասած, ազատագրեն, բայց մենք չենք կարծում, որ խժդժություն անելը դա չնպաստավոր բան է։ Ապավինում ենք մարդկանց ողջախոհությանը եւ ապավինում ենք Տիրոջ զորակցությանը։ Որքան ինձ է հայտնի այս պահին նույնիսկ այն հոգևորականները,
որոնց հետ պայմանագրեր կնքվեցին, չեն այցելում։ Հետևաբար Հայաստանի Հանրապետության տարածքում բանտային ոլորտը մնացել է առանց հոգևոր խնամքի։ Մայրաթորը արդեն հայտարարել է, որ հաշվի առնելով այս կոպտագույն խախտումը պայմանագրի, որ առանձին անհատ հոգևորականների հետ են փորձում պայմանագիր կնքել, իդեպ դա էլ պետության մոտ ներկայացված կանոնադրության մեջ արձանագրված է եւ դարձյալ խախտում է։ Ուրեմն Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հոգևոր ծառայություն չի իրականացնում քրեակատարողական հիմնարկներում։ Սա թող իմանան հատկապես քրեակատարողական հիմնարկների ուրեմն եւ աշխատողները եւ ազատազրկված ուրեմն մեր եղբայրներն ու քույրերը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը կամ Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցին հոգևոր ծառայություն չի իրականացնում հայտնի պատճառներով։ Հիմա ես լսեցի, որ անհատների հետ կնքված այդ պայմանագրերի շրջանակում էլ այս պահին չկա այց։ Չեմ կարողացել ճշտել մեկ քահանայի պարագան։ Մնացած դեպքերում այց չկա, Երևան կենտրոն հաստատ չկա։ Դուք կարող եք դա ավելի հստակ ճշտել ուրեմն քրեակատարողական ծառայությունից։ Բայց իմ ասելիքը ուրիշ բան է վերաբերելու, սա նաև բնութագիր է։ Բնութագիր է այսօրվա իշխանությունների եւ այն պետական կառույցների, որոնք շրջանցելով իրենց տրված լիազորություններն ու պարտականությունները սահմանադրությամբ եւ օրենքներով կատարում են հրամաններ, այսպես ասած։ Քրեակատարողական ծառայությունը պետական կառույց է, դա ինչ-որ կուսակցության կառույց չէ։ Լավ, պետական կառույց է, որտեղ Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցին վերջի 12 տարվա ընթացքում գործել է պայմանագրով, դրանից առաջ բանավոր պայմանավորվածությամբ։ Ու իդեպ ձեզ ասեմ, առանց չափազանցնելու քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայության համար մենք ամբողջությամբ պարտական ենք այսօրվա ամենայն հայոց հայրապետին։ Ամբողջությամբ։ Անկախանալուց հետո ինքն է ձեռնարկել քահանայի այց նախ Կոշ քրեակատարողական հիմնարկ, ապա նաև մյուս քրեակատարողական հիմնարկներ 1993 թվականից սկսած 2003 թվականին արդեն որպես ամեն հայոց կաթողիկոս գրասենյակն է հիմնել ծառայությունը, պաշտոնականացրել է եւ դրանից մոտարապես 10-12 տարի հետո նաև պայմանագիրն է կնքվել։ Այս ընթացքում բազմաթիվ հոգևորականներ իրենց ծառայությունն են մատուցել քրեակատարողական հիմնարկներում ու գիտեք ինչպիսի խոցելի տեղ է դա, ինչպիսի կարևոր առաքելություն է։ Մեր խորին համոզմամբ այդ համոզումը ունեն նաև բազմաթիվ ժողովրդավար հռչակված երկրներ, Միացյալ Նահանգներ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Ֆրանսիա եւ այլն, որ սոցիալականացումը հանցանքի մեջ մեղադրվողները եւ պատիժ կրողների դարձը շտկվելը հասարակություն համեմատաբար ավելի առողջացած վերադառնալու ուղիղ 50-ից 60%-ը հնարավոր է իրականացնել հավատքի ճանապարհով, եթե ոչ ավել։ Այսինքն հոգևոր ծառայությունը քրեակատարողական հիմնարկներում դա մեծագույն նպաստ է նաև պետությանը, հասարակությանը, մեր ժողովրդին։ Հիմա ինչ որ քմահաճույքներով պետական այդ կառույցը մնացել է առանց հոգևոր սպասարկման, հոգևոր խնամքի։